Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ են ուղարկվել Հայաստան, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն, մոտ 1746 տոննա ընդհանուր քաշով։ Մայրաթորը խստորեն դատապարտել է Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը եկեղեցու ներքին գործերին, որով քրեական վարույթ է նախաձեռնվել և քրեական հետապնդում հարուցվել Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ։ Դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով ասված է Մայրաթորի հայտարարությունում։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի սպառնալիքները չեն անհանգստացնում Իրանի ժողովրդին, ապա հավելել, որ Թեհրանը չի ցանկանում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն իր վրա հարձակման դեպքում պատրաստ է հակահարվածի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը լուրջ հայտարարություններ է անում ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքների և Մերձավոր Արևելքի լարված տարածաշրջանում ամերիկյան նավատորմի ներկայության ֆոնին։ Մենք կտեսնենք, թե արդյոք կարող են ինչ-որ բան անել, հակառակ դեպքում տեսնենք, թե ինչ կլինի, ասել է Թրամփը։ Ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Զապորոժիե քաղաքի ծննդատանը, նախնական տեղեկություններով կա 6 վիրավոր։ Հարվածների հետևանքով ավելի քան 1 տասնյակ մարդ է զոհվել Դնեպրոպետրովսկի մարզում։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի աջակցությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ, փետրվարի 4-ին և 5-ին Աբու Դաբիում։